Սա ոչ թե դրամահավաք է դպրոցում, այլ աշակերտների գուցե առաջին բարեգործությունը։ Դեռ նախորդ տարվանից Լև Տոլստոյի անվան դպրոցում սեպտեմբերի 1-ին ծաղկեփունջ նվիրելու ավանդույթը տեղը զիջեց նոր ձևավորվող մեկ այլ ավանդույթի։ Ինչ-որ միտեղ դրա մասին կարդացի, որ ինչ-որ մի երկրում կարծեմ Ռուսաստանում այդպիսի բան արվում է, եւ մտածեցի, որ շատ անհրաժեշտ է մեր երկրում այսպիսի բաներ անել։ Ծաղկի համար նախատեսված փողով երեխաները նախորդ տարի սահմանամերձ գյուղի իրենց հասակակիցների ապահովությանն են նպաստել։ Անցած տարի գումարը ուղղորդեցինք Այգեպարի դպրոցին, որպեսզի այնտեղ երեխաները պատի կառուցման խնդիր կար, անվտանգության խնդիր կար։ Այս տարի, երբ տեսանք փոքրիկ Մարիին, լսեցինք իր կյանքի պատմությունը, հասկացանք, որ չենք կարող լինել անտարբեր։ Մարին դեռ դպրոց չի եկել, աշակերտներից շատերը նրան չեն էլ ճանաչում, սակայն պատրաստակամ են օգնել։ Ծաղիկ բերելու փոխարեն ես փողը գցում եմ սնդուկի մեջ, որ օգնեմ երեխային։ Մեկ անգամ գնացել եմ Մոսկվա եւ օպերացիա մասնակցել։ Դրա համար մենք հիմի փող ենք հավաքում, որ երկրորդ անգամ էլ օպերացիա անենք։ Պետք է օգնել, որ նա բուժվի, մեծանա, առողջ բալիկ դառնա։ Հույսում եմ, որ իրոք այդ աղջիկը կբուժվի։ Աղջկան բուժելու հույսը չի կորցնում նաև Մարիի մայրիկը։ Երեխան մանկական ուղեղային կաթված ունի։ Տարին մեկ նոր վիրահատություն է հարկավոր։ Քանի որ միայնակ է մեծացնում աղջիկը, ճանապարհած ծախսի եւ վիրահատության խնդիր կա։ Վիրահատության ծախսերը հոգացել է մեկ այլ բարերար։ Ռուսաստանի Դաշնություն Մարիին ու մայրիկին հասնել են օգնում փոքրիկ բարերարները։ Կարծում եմ այս ակցիան անհրաժեշտ է ոչ այնքան Մարիին, ինչքան մեր երեխաներին։ Ամեն մարդ պետք է գիտակցի, որ մենք չենք կարող սպասել, երբ բարերարները խոշոր մեծ ինչ-որ օգնություն կնվիրեն։ Բարերարությունը ամեն մարդու գործ է։ Երանի թե առողջանա երեխաների ցանկությունն է։ Մարիինը իր հասակակիցների պես դպրոց հաճախելը։ Տաթև Դանիելյան, Վարդան Մկրտումյան, Էպիկենտրոն։